Ողջույն իմ շատ սիրելի բարեկամներ։ Այսօր ուզում ենք ձեզ համար պատրաստել գաթա, մեր հայկական ավանդական գաթան, բայց այսօր լինելու է ոչ թե շերտավոր, այլ մածունու գաթա, որը շատ վաղուց իմ շատ սիրելի հետևորդները խնդրել էին, ու ես անընդհատ չգիտես ինչու հետաձգում էի, այսօր երևի օրն է, որ պիտի միասին պատրաստենք մեր համեղ հայկական շատ գեղեցիկ զարդը, հայկական բոլոր սեղանների։ Սկսեցինք, ուրեմն մեզ հարկավոր է մածուն, ալյուր, ձու, ես այսօր մեր խմորը յուղով եմ պատրաստելու, հալած յուղով, սոդա, վանիլին և աղ, այսքանը։ Առաջին հերթին սոդան ավելացնում ենք մածունի վրա, ինձ մոտ հունական մածուն է, և մի փոքր այսպես հանգեցնում ենք մածունի հետ։ Եվ ավելացնում ենք մեր թասիկի մեջ։ Ավելացնում ենք աղը, վանիլինը, մի փոքր խառնում ենք, նույն խմորը սիրելիներս կարող եք պատրաստել թթվասելով։ Եվ արդեն ավելացնում ենք ձու, ես հարկավոր է 4 ձու։ Մի փոքր խառնում ենք, այսպես լավ խառնվեն իրար բաղադրիչները։ Եվ ավելացնում ենք արդեն հալած յուղը։ 200 գրամ հալած յուղ է մեզ հարկավոր։ Ալյուրը, մեզ հարկավոր է 900 գրամ ալյուր, մի փոքր չափաբաժինները շատ են, մի փոքր մեծ բաղադրատոմս է սա, եթե դուք գտնում եք, որ մեծ է, շատ է, կարող եք կիսել։ Արդեն սկսում ենք ձեռքով խառնել, երբ որ դժվարանում է արդեն բահիկով խառնելը։ Եվ սկսում ենք հունցել արդեն սեղանի վրա։
Տեսեք, ինձ մոտ 1 կիլոգրամ ալյուր էր մաղած, այսքան դեռ ավելացել է։ Շատ քիչ ենք հունցելուց ալյուր ավելացնում։ Տեսեք, փափուկ, լավ խմոր եմ ես հարկավոր, ուղղակի մի փոքր հունցել է պետք։ Հիմա բաժանում ենք 3 մասի։ Դնելու ենք տոպրակների մեջ և 20-25 րոպե պիտի հանգստանա սառնանում մեր խմորը։ Պատրաստում ենք հիմա խորիզ արդեն։ Մեզ հարկավոր է կարակ, այստեղ 150 գրամ կարակ է ինձ մոտ։ Եվ շաքարավազ։ Շաքարավազը 250 գրամ է, դուք կարող եք քչացնել կամ ավելացնել։ 300 պիտի լինի, ես քչացրել եմ 50 գրամ։ Կարող եք հարիչով խառնել, ես սիրում եմ ձեռքով։ Ուրեմն կարակը եւ շաքարավազը լավ սպիտակեց, խառնեցինք բավականին շատ, ավելացնում ենք վանիլինը, նորից մի փոքր խառնում ենք, տեսեք այսպիսի սպիտակ զանգված ենք ստացել և ավելացնում ենք ալյուրը։ Նորից լավ պիտի խառնենք։ Մենք շարունակում ենք դեռ։ Բարեկամներս, ուրեմն այսպիսի խորիզ ենք ստացել, տեսեք, սպիտակ, գեղեցիկ։ Քանդվում է հեշտ։ Ուրեմն մեկ գունդը ես պիտի, մեկ կամ երկու գունդը ես պիտի անեմ ընկույզով, խորիզին պիտի ընկույզ խառնեմ, տեսնենք քանի գունդը կխառնեմ, որպեսզի տեսականին լինի, այսպես։ Տեսնում եք, որքան լավ խմոր ենք ստացել։
հիմա մի փոքր, այսպես կրտնակով կարծես հավասարեցնում ենք։ Ձու ենք քսում։ Ինձ մոտ միայն դեղնուց է։ Մեր սիրելի նախշերն ենք անում։ Եվ արդեն կտրում ենք։ Արդեն երկրորդ գնդն ենք բացում, սիրելիներս։ Ուրեմն երկրորդ գունդը եւ երրորդը անելու ենք ընկույզ խորիզին ընկույզ ավելացած։ Աչքաչափով բաժանում ենք երկու մասի արդեն։ Ասեմ, որ ընկույզը բուված է, երևի մոռացա ասել։ Եվ այսպես մենք արդեն ավարտեցինք, իհարկե մեկ գունդը դեռ եփվում է, չենք վերջացրել, թխվում է դեռ, սիրելիներս շատ համեղ գաթա ստացանք, շատ գեղեցիկ, այսպես կարմրաթուշի գաթաներ են, շատ բաղադրատոմս է, խորհուրդ կտամ դուք էլ պատրաստեք, շատ համեղ է, քաղցրը իր չափի մեջ է, իհարկե դուք կարող եք ավելացնել կամ պակասեցնել, ասում են, չէ, որ եթե գաթայի շերտերը, մածունով գաթայի շերտերը երևում են, ուրեմն շատ լավ է ստացվել։
տեսեք մեզ մոտ երևում են իհարկե այսպեսի գեղեցիկ գաթաներ ենք ստացել եւ իհարկե շատ համեղ, ես այն մի փոքրիկ մասը արդեն համտեսեցի, այսպես սիրելիներիս ուզում եմ բոլորիցս շնորհակալություն հայտնել, շատ շնորհակալ եմ իմ ամենաակտիվ, այն սրտանց ու բարի հետևորդներին շնորհակալություն հայտնեմ կրկին ու կրկին, շնորհակալ եմ բոլոր նոր միացողներին, ովքեր միանում են մեր ալիքին, մեր մեծ յութուբյան ընտանիքին, շատ շնորհակալ եմ, որ ակտիվ հետևում եք, շնորհակալ եմ, որ ակտիվ միանում եք մեր ալիքին, ցանկանում եմ ձեզ շատ լավ գարնանային ուրախ երջանիկ օրեր, այսքանը, սիրում եմ բոլորիդ, հուսով եմ դուք էլ կպատրաստեք այս գեղեցիկ հայկական խմորեղենը և կուրախացնեք ձեր ընտանիքի անդամներին, շնորհակալություն շատ, ցտեսություն